Վրացական երազանքը պատրաստում է սահմանադրական մարմինների չճանաչման մասին օրենսդրական նախաձեռնություն, որը հավանաբար երկրորդ ընթերցմամբ կներառվի դրամաշնորհների մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների և օրենսդրական փոփոխությունների փաթեթում ընդգրկված այլ օրինագծերի շարքում։ Ըստ փոփոխությունների, անձինք, որոնք նպատակաուղղված կերպով չեն ճանաչում սահմանադրական մարմինների լեգիտիմությունը և հրապարակավ մյուսներին նույնպես կոչ են անում նման գործողությունների, հնարավոր է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Իշխանությունների ընդդիմախոսների գնահատմամբ այս օրենսդրական նախաձեռնությունը կլինի ևս մեկ ապացույց այն բանի, թե ինչպես է իշխող թիմը փորձում վերացնել այլընտրանքային կարծիքը։ Կրթության նախարարը նախատեսում է հանդիպել պետական և տեխնիկական համալսարանների ներկայացուցիչների հետ։ Կքննարկեն կրթության բարեփոխումները և երկու համալսարանների միավորման հարցը, որին դեմ են ընդդիմության հետ միասին ակադեմիական շրջանը և ուսանողների մի մասը։ Նրանք մտածում են, որ երկու համալսարանների միավորումը որևէ փաստարկված հիմք չունի։ Ռուսթավի Ազոտի աշխատակիցների բողոքի ցույցը դադարեցվել է այն բանից հետո, երբ գործատուլ անող աշխատակիցները Ռուսթավի քաղաքապետից խնդրել են օգնություն և կատարել միջնորդի դեր։ Նինո Լացաբիձեի նախաձեռնությամբ կողմերի միջև հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպմանը, որը տևել է մի քանի ժամ, կողմերից բացի ներկա էին գտնվել նաև Ռուսթավի քաղաքապետը, Քվեմո Քարթլիի նահանգապետը, Վրաստանի խորհրդարանում Ռուսթավի պատվիրակը, քաղաքային խորհրդի նախագահը և տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալը։ Հանդիպումից հետո ձևակերպվել է մի քանի կետից բաղկացած համաձայնագիր։ Կետերից մեկի համաձայն աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 160 լարիով։ Գործատուլ անողները մի քանի օրվա բողոքի ցույցերից հետո վերադարձել են աշխատանքի։ Սպառողական գների կարգավորման և սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի գնագոյացման կառուցվածքի ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովը աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթ։ Հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլին և ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին առաջին ալիքի եթերում զրուցել են հանձնաժողովի աշխատանքի ուղղությունների և ռազմավարության մասին և նշել, որ աշխատանքային գործընթացը կլինի թափանցիկ։ Նրանք կենտրոնացել են այն ուղղությունների վրա, որոնք անհրաժեշտ են ուսումնասիրել առկա խնդիրները լուծելու համար։ Շոթա Բերեկաշվիլիի հայտարարությամբ սկզբնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հնարավոր է գները շտկել նվազման ուղղությամբ։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով կրոնը վերադարձել է ԱՄՆ և երկրում հավատը կրկին ամրապնդվել է։ Այդ մասին ԱՄՆ-ի նախագահը ասել է ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ խոսքով ելույթում։ Բացի այդ, նրա խոսքով այս տարի Ամերիկա 250 միջոցառման տոնակատարության շրջանակներում մայիսի 17-ին ազգային հրապարակում կանցկացվի աղոթքի օր, որի ընթացքում տարբեր հավատքների ներկայացուցիչներ կհավաքվեն աղոթելու։ Թբիլիսիի թիվ 83 հանրային դպրոցի համար նոր շենք է կառուցում ենթակառուցվածքների նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամը, որը հաշվարկված կլինի 650 աշակերտի համար։ Նախագծի շրջանակներում կստեղծվի անվտանգ, ֆունկցիոնալ և հարմարավետ ուսումնական միջավայր, իսկ դպրոցը կունենա լիովին կահավորված դասասենյակներ, փակ մարզադահլիճ և լավ դասավորված բակ։ Շենքը հագեցած կլինի բոլոր անհրաժեշտ ինժեներական հաղորդակցություններով, ժամանակակից ջեռուցման, ջրամատակարարման և կոյուղու համակարգերով, որոնք կապահովեն ուսումնական գործընթացի շարունակականությունն ու անվտանգությունը։ Նախագծի արժեքը կազմում է ավելի քան 14 միլիոն լարի։